Արցախը ամբողջ պատմության ընթացքում եղել է այդ Հայաստան 1825 թվականին հերոս-պարսիական պատերազմի ժամանակ որ ազատագրեցին Արցախը Ադրբեջան որտեղ էր Ադրբեջան այդ անասուն Լենին ու Ստալինի քասա չեմ նրանք այդ Նախճիվան Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին Արցախի կորստի հետ չեմ համակերպվել բնականաբար ոչ մեկը չեն համակերպվել բայց չհամակերպվելու ուրիշ տարբերակ չկա էլ դա ունեք են ինչ որ ունեք այս բա նես չի որ մտածեք էլի պատերազմ անեք Արցախը հետ բերեք դա էլ չի պետք հաստատ արցախցիները կարող ուզենան գնան Ադրբեջան Արցախում ադրբեջանցիների հետ համատեղ ապրեն բայց ադրբեջանցիները որ գան Հայաստանում ապրեն մեկը ես չեմ ապրի Հայաստանում դե մտածեմ մի հատ ադրբեջանցի պետք է գա Հայաստանում ապրի մեր ես լույսը չապրեմ երբեք ցավիս դե ոչ Արցախցիները ապրել են իրանց պատմական հայրենիքում շուրջ 1500-2000 տարի եւ դա իրանց հողն է երբեք Ադրբեջան չի եղել պարզապես համաձայնությամբ փոխանցվել է Ադրբեջանի իշխանությամբ բայց դա չի նշանակում ադրբեջանական հողեր են դա հայկական հողեր են ինչպես մեր Սյունիքը, Տավուշը, Երևանը եւ այլն։ Արցախցիները կարող են գնան եւ պետք է որ գնան եւ մենք էլ պետք է իրենց զորավիք կանգնենք, բայց ոչ ադրբեջանցիները Հայաստան, որովհետեւ Հայաստանը իրենց երկիրը չէ։ Չեմ համակերպվել եւ համարում եմ, որ Արցախը պետք է արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք եւ շարունակեն իրենց կյանքը այնտեղ։ Ադրբեջանը պետք է հանի իր ամբողջ զորքերը այն օկուպացված, բռնագրաված շրջաններից Հայաստանի եւ Արցախի, որը ինքը գրավել է։ Ընդ որում նաեւ Շուշի եւ այլ այդ ամենից պետք է ինքը դուրս գա։ Դրանից հետո կարելի է ինչ որ բանի մասին խոսել։ Դա երբեք համակերպելիք չի, հիմա ցավոք սրտի բարդ կմնում է առաջիկա սերունդների, բայց դա հսկայական կորուստ է մեր ազգի համար եւ ամեն գնով պիտի պայքարել որպեսզի հետ ստանանք մեր իրավունքները մեր հայրենիքը։ Իմ մեջ չգիտեմ ինչի զգացումը կա որ մի օր հայրը նորից ընդեղ կան Այդ ինչ որ ներքին զգացումը չեմ կարող բացատրեմ ինչ, բայց բանականությունը ասում է այս պահին դրանցից հեռումնալը ավելի ճիշտ է։ Ոչ։ Ժամանակին իմ ամուսինն էլ է կռվել այնտեղ, իրեն շատ ծանոթ եւ մտերիմ մարդիկ են զոհվել այնտեղ, շատ ցավով եմ տարել դա, բայց դա էլի մեծ քաղաքականություն է։ Պետք է հզորանանք, պետք է ուժեղ լինենք, պետք է միահամուռ լինենք, որպեսզի հաղթենք։ Ոնց կարելի է հազարավոր տարիներ ուրեմն այդ հողը ունենալ, այդ երկիրն ունենալ, այդ ժողովուրդը կորցնել եւ համակերպվել։ Ես խու Նիկոլ Փաշինյանը չեմ կամ նրա սատելիտ Ալեն Սիմոնյանը, որ համակերպեմ։ Եթե հայ ես ոնց կարող է դրա հետ համակերպես։ Էդ էլ ինչ որտեղ ծնող չի, ծնողի մահին ինչ որտեղ համակերպում ենք, քանի որ ծնողը այնուամենայնիվ երեխա տալի, սերունդ տալի։ Արցախը ցամաքեց։ Բա հայերը ուր գնան այդ դեպքում Բաքվի են հայերը, են Սումգայիթի հայերը, են մնացած հայերը, որ աշխարհում եք ցավեցին, նրանք ուր գնան։ Այդ ասում է որ նա ասում է Համակերպեմ, չհամակերպեմ իմ կարծիքով ես շատ բան չեմ կարող անեմ։ Ոնց որ ես ինձ այտենց դաստիարակում եմ, այտենց սովորացնում եմ, որ ինչ կարամ անեմ, բայց իհարկե վատ է։ Վատ է նրա համար ոչ միայն որ ես այնտեղ եմ ծառայել, դա իմ հայրենիքն է եղել, ես համարել եմ այդպես, որ ես պաշտպանում եմ այնտեղ իմ հայրենիքի ժողովրդին, այլ որ մարդիկ իրենց տները կորցրեցին, մեր ու մանուկ այդքան օրեր սոված առանց դեղ Արցախի հարցը կարել էր հələ ես ասում եմ ես առաջուկը կարել է լուծել դեր 62 թվին ես ասում եմ ինձ անձնական կարծիքն է երբ որ Անաստաս Միկոյանը
Խորհրդային Միության ազգային ժողովի քարտուղարի։ Խրուշյովի վախտը, այդ մի հարցը, որ կա, երբ որ Կրիմը միացնում էին Ուկրաինային, այդ հարցը կարար լուծել, ճիշտը որ ասենք, չարեց մարդը։ Ոչ մի դեպքում պետք է վերադարձնել։ Թեկուզ մի տարի, 10 տարի, 20 տարի հետո։ Իսկ ինչպես է պատկերացնում վերադարձը արցախցիների։ Մինչև Արցախը չստանա իր անկախությունը, հայերը հետ չեն գնա այնտեղ։ Դա արդեն բանակցությունների միջոցով դիլնի։ Ես որպես մարդ, ով 7 անգամ ողջ ընտանիքովս եղել եմ Արցախում, տարբեր առիթներով, տարբեր ժամանակներում, ես շատ ցավալի ա եղել ամեն անգամ Արցախի կարգավիճակը տեսնելով, այդ վիճակում, մարդկանց կյանքի այդ վիճակում ու անհասկանալի ա եղել միշտ իմ համար։ Մենք որպես Սփյուռքում ապրող մարդ, մեր ամբողջ միտքը, հոգին դրել ենք որպես աջակցություն Արցախին, հիմնադրամների միջոցով, օգնությունների, ամեն ինչի միջոցով, ինչու երբեք ոչ մի բան չի փոխվել այդ երկրում։ Վերադարձը պատկերացնում եք։ Չէ, մոտակա ժամանակներս ոչ։ Ես ամենայն դեպս չեմ, ես 40 արդեն 2 տարեկան եմ, կարծում ես չեմ տեսնի։ Ես դες մտածում եմ ամենայն դեպս, եթե սենց տեմպերով, մենք դանդաղ ենք առաջ գնում դրան հասնելու համար։ Շամակերն ես առաջ անգամ Արցախ եղել եմ 89 թվականին Մարատուկ համույթի հետ մեծ միջոցառում կազմակերպեց, ես այդ անվանումը ավել եմ մշակույթի արշավ դեպի Արցախ ու վերջի Ղազախով դեպի Մարտակեր գնալու ճանապարհն եմ անցել ու այն ժամանակ արդեն Ղազախում քարերով, բաներով նետում էին ավտոբուսների վրա։ Չեմ համակերպել, ոնց որ մնացած բոլորս նույնպես չեմ համակերպել։ Իսկ վերադարձը ինչ կերպ եք պատկերացնում։ Ճիշտն ասած չեմ պատկերացնում։ Հույս ունեն, այսինքն հույս չունեմ, որ մեր ղեկավարությունը որևիցե բան կանի վերադարձնելու հետ կապված։ Չեմ համակերպվել ես ինքս, մտածում եմ, որ երբևէ հնարավորության դեպքում իհարկե պետք է դա հետ բերել։ Իսկ արցախցիների վերադարձը ինչ կերպ եք պատկերացնում։ Արցախցիների վերադարձը հայրենիք Ադրբեջանի կազմում չեմ պատկերացնում դա, էլի չեմ կարող համարել, որ դա իրատեսական է։ Արցախը պետք է լինի հայկական վերահսկողության ներքո։ Կամավորական սկզբունքով է դուրս եկել ազգը նորից հետ գա։ Ուրիշ բանը, ոչ իրենց մասսայական որևէ բան տեղ ունեցավ Հայաստանում։ Բոլոր տեղերում վերցրեք Վարդենիսի շրջան, վերցրեք Մասիսի շրջան, որևէ տեղ այդպես մասսայական վնաս եղավ, հակառակը օգնեցին նաև որ դուրս գան մարդիկ, գնացին մեր հայերի տները, ասենք Ադրբեջանում գնեցին, ապրեցին։ Հիմա եթե այդպես է, ուրեմն պիտի մերոնք էլ մեր ազգը, այսինքն Բաքվից եկածները, Սումգայիթից եկածները գնան այնտեղ, չէ՞։ Արցախցիների վերադարձը դա կարծում եմ շատ բարդ կարգավիճակ է եւ իրենք բնական է որ նախքին կարգավիճակով չեն կարող վերադառնալ իսկ թե ինչպես իրենք կցանկանան դա էլ իրենց որոշելու բանն է Վայ դաժան չեմ կարող ուլտալ չեմ կարող ու շատ խղճով եմ մոտենում մարդիկ ասում են արցախցիներս ես մեծ արդեն ծանոթություն ունեմ ոնց որ իմ հարազատ քույրերը եւ եղբայրները սիրում եմ մարդ են էլի ազիժան ասում են սենց են մեր մեջ չկա Ես ինքս լինելով ոնց որ հենց Հայաստանի տարածքի բնակիչ չեմ պատկերացնում Ադրբեջանի հետ համատեղ ապրել, ադրբեջանցու հետ համատեղ նույն կերպ չեմ պատկերացնում արցախցիները ինչպես պետք է ապրեն Ադրբեջանի հետ առավել եւս Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Վերադարձ պատկերացնում եք իրենց վերադարձ։ Չէ, դա անհնար է։ Դա մենք չպիտի տայինք։ Ռուսը մեռնի որ տվեց։ Դա մեր տղերք այդքան կռվան, բայց Շուշին որ տեսնում եմ քանդում են, ավերում են մեր հին եղած շեղածը, մեր պատմությունը անհնար է։